Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական դատական ֆարսը։ Հարցաքննել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Նա ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի դատարանում հայտարարել է, որ տարիներ շարունակ Արցախում պաշտպանության նախարարներ նշանակել է Հայաստանի նախագահը։ Արցախի նախագահը պաշտպանության նախարար նշանակելու իրավասություն չի ունեցել։ Մանուկյանն իբր ասել է, կախված Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգից Արցախի պաշտպանության նախարարը նշանակվում էր կամ նախագահի կամ այլ պաշտոնյայի կողմից։ Նա նաև խոստովանել է, որ Արցախի պաշտպանության բանակում ծառայած սպաները Հայաստանի կողմից արժանացել են բարձրագույն զինվորական կոչումների։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում գործել են որոշակի ռազմական կազմակերպություններ, որոնց ֆինանսավորումն ու զինտեխնիկայով ապահովումը իրականացվել է Հայաստանի կողմից։ Այդ ժամանակ օկուպացված տարածքներում գնդապետների հրամանով ստեղծվել է բակալավրի ռեզերվային հրամանատարական կետ, որը պետք է գործեր, եթե հիմնական հրամանատարական կետը վնասվեր։ Մարտի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին նաև, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը Բաքվում կայացած դատական նիստում արած հայտարարությունների մասին։ Ըստ նրանց Հարությունյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի լիազորություն չի ունեցել Արցախի պաշտպանության բանակի նկատմամբ եւ որ բանակի հրամանատարը ենթարկվում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Ես չեմ նշանակել եւ չեմ ազատել զինվորական հրամանատարությանը, քանի որ չունեի դրա իրավասությունը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ ադրբեջանական օդանավակայանները հիմնական թիրախն են եւ պետք է ոչնչացնել դրանք։ Նախկին նախագահը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ասել է, որ 2020 թվականի հունիսին Երևանում կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պարզվել է, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի։ Հարությունյանը նաեւ նշել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստակամություն է հայտնել պատերազմը դադարեցնելու մասին նամակ գրել Ադրբեջանի նախագահին, սակայն հոկտեմբերի 19-ին Երևանում, այդ թվում ընդդիմության հետ հանդիպումից հետո վարչապետը շարունակել է պատերազմը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանն էլ հայտարարել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին գաղտնի որոշում է կայացվել։ Հաղորդվում է նաև, որ նա հայտարարել է. Հայաստանի կանոնավոր բանակի կազմում մասնակցել եմ Ադրբեջանի դեմ պատերազմին։ Զինծառայությունից զորացրվելուց հետո վարչապետն ինձ արգելել է բանակի հետ կապ հաստատել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները ենթարկվում են ահռելի ճնշման, հոգեբանական եւ ֆիզիկական կտանքների։ Հետևաբար նրանց հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես հավաստի տեղեկատվություն, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը նրանցից կորզում է այնպիսի ցուցմունքներ, որոնք շահեկան են իր քարոզչական նպատակների համար։ Դատական գործընթացը շարունակվում է, իսկ հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 7-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։